Դե ինչ վերադարձանք տաղավար ֆիլմերից տեղափոխվենք գրքերի աշխարհ, չնայած մեր հաջորդ հյուրը նաև ուղիղ կապ ունի ֆիլմերի հետ, որովհետև նրա ստեղծագործությունների հիման վրա եւս նկարահանվել են ֆիլմեր, բայց մենք խոսելու ենք մեկ այլ ստեղծագործության մասին, որը չնայած ճանաչված է ֆրանկոֆոն աշխարհում, նաև մեզ մոտ Հայաստանում եւս ճանաչում է ունենալու, որովհետև ֆրանսիացի անվանի գրող Պասկալ Բրյուկների ստեղծագործություններից մեկը Իմ փոքրիկ ամուսինը հայերեն թարգմանված է եւ գրքի շնորհանդեսի կապակցությամբ նա Հայաստանում է, մասնավորապես մեզ մոտ առավոտ լսոյում։ Այո, այսօրվա մեր հյուրն է Պասկալ Բրյուկները, ֆրանսիացի գրող, սցենարիստ, փիլիսոփա եւ թարգմանիչ Սոնա Վալենցիանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Դե միանգամից սկսենք պատմեք գաղափարը ինչպես ծնվեց Իմ փոքրիկ ամուսինը վեպի մասին, մի փոքր մանրամասնիկ, մի փոքր պատմենք զրուցենք այս վեպի մասին։ Est-ce que vous pouvez nous en dire plus sur le roman Mon petit mari, comment l'idée vous est venue de l'écrire? J'ai toujours été fasciné par la différence de taille entre les couples. En général, les hommes sont plus grands que les femmes, et quand les femmes sont plus grandes que les hommes, c'est quelque chose qui est intéressant et on se pose beaucoup de questions. Ես ամբողջ կյանքում շատ տարված եմ եղել զույգերի միջև եղած հասակների տարբերությունից, սովորաբար տղամարդիկ ավելի բարձրահասակ են քան կանայք, եւ երբ հակառակն է լինում, դա հարցեր է առաջացնում եւ հետաքրքրական է լինում։ Et donc là, c'est l'histoire d'un homme qui est un peu plus petit que sa femme au départ et qui se rend compte que chaque fois qu'il a un enfant avec elle, il diminue de quelques centimètres. Et il ne comprend pas pourquoi, et nous non plus d'ailleurs, mais en fait le livre c'est ça, c'est l'histoire d'un homme qui rétrécit et dont l'organe masculin lui ne bouge pas. Սա պատմություն է մի տղամարդու մասին, ով ամուսնանում է իրենից բարձրահասակ կնոջ հետ եւ ամեն անգամ երբ կինը երեխա է ունենում, նրա հասակը կրճատվում է։ Նա չի հասկանում ինչու, բայց դա է պատմությունը, ընթերցողը եւս չի հասկանում, հասակն ամեն անգամ կրճատվում է, բայց նրա սեռական օրգանը մնում է նույն չափսի։ Et donc sa femme, qui a toujours eu l'habitude de vivre avec un mari plus petit qu'elle, ne s'inquiète pas, mais elle lui demande de remplir son devoir conjugal et d'avoir des enfants avec elle. Բայց կինը չի հանձնվում, հասակը նրան ընդհանրապես չի հետաքրքրում եւ ամեն անգամ նա ստիպում է ամուսնուն կրկին եւ կրկին երեխաներ ունենան միասին։ Et à la fin, bien sûr, il se retrouve à la même taille que ses enfants et donc son autorité paternelle disparaît complètement. Եվ ինչ որ մի պահին նա արդեն հավասարվում է իր երեխաների հասակին եւ նրա հայրական հեղինակությունն ինչ որ չափով վերանում է։ Իրականում, քանի որ մեր հեռուստադիտողներից շատերը դեռ ծանոթ չեն մանրամասն այս պատմությանը, նաև նշենք, որ վեպում փոխաբերություններն են շատ։ Եվ այստեղ միայն ֆիզիկական փոքր լինելու մասին է խոսքը, թե նաև հոգեբանական ինչ-որ խնդիրների, որ այս կերպ բարձրաձայնում եք։ Nos lecteurs ne connaissent pas encore le livre, mais on sait bien qu'il y a beaucoup d'allégories dans le roman. Ce n'est pas juste la taille physique qui diminue, mais aussi il y a un aspect psychologique. Est-ce que c'est bien ça? Oui, bien sûr, on peut dire ça. Le livre est une fable sur les rapports hommes-femmes, qui domine, qui est dominé. C'est aussi une farce. C'est une manière de parler avec le sourire et de l'humour, je l'espère, des relations entre les hommes et les femmes aujourd'hui. Այո, իհարկե սա առակ է կարելի ասել եւ ինչ որ չափով ֆարս կին տղամարդ հարաբերությունների մասին փորձում եք բարձել ով է իշխողը, ով է ենթարկվողը եւ մոտենալ հումորով այս արցին կարծում եմ ամեն դեպքում պետք է պահել ժպիտը։ Et donc l'homme a perdu son pouvoir, en tout cas il est en train de le perdre dans les pays occidentaux. Et cette situation nouvelle pose beaucoup de questions aux hommes comme aux femmes. Et donc beaucoup d'hommes ont le sentiment d'avoir été dépossédés de leur domination. Le père, le patron, le mari. Et voilà, c'est une manière allégorique de raconter cette dépossession. Արևմտյան աշխարհում այժմ տղամարդը գնալով կորցնում է իր հեղինակությունը, իր դերը եւ սա ինչ որ չափով ուղերձ է եւ փորձում եմ ցույց տալ, որ տղամարդիկ կորցնում են հեղինակությունը եւ նոր իրականություն է ստեղծվում նրանց շուրջ։ Շատ լավ, մենք գիտենք, որ պարոն Բրյուկեն նաև սցենարիստ է, ֆիլմերի սցենարիստ է, հետաքրքիր է, որն է ավելի հոգեհարազատ ֆիլմերի աշխարհը, թե փիլիսոփայական գրականություն, նաև գիտենք, որ Լյուկ Բեսոնի հետ է նա աշխատել, հետաքրքիր է, որն է ավելի հոգեհարազատ։ On sait très bien que vous avez aussi beaucoup travaillé dans le cinéma, vous avez écrit des scénarios.
Qu'est-ce qui vous est plus proche, écrire des livres, des essais philosophiques ou des films? On sait très bien que vous avez aussi travaillé, collaboré avec Luc Besson. On travaille avec Polanski. Ոչ Roman Polanski était աշխատել։ Oh. Ոչ Non, non, mais j'aime beaucoup l'univers du cinéma, que je trouve passionnant, l'univers du théâtre, mais mon métier, c'est plutôt l'écriture classique, le roman et la philosophie. Mais là, je prépare une pièce de théâtre à Paris, et j'aimerais beaucoup que mon petit mari a failli être mis au cinéma en France, mais finalement, ça ne s'est pas fait. Mais je trouve que ce qui est passionnant, c'est de pouvoir, comme un pianiste, avoir plusieurs gammes, l'écriture, le roman, le théâtre, le cinéma, les scénarios. Ça, c'est évidemment, c'est comme on dit au poker, c'est le flush royal. Աշխատել եմ թատրոնի հետ, կինոյի աշխարհում եմ նաև աշխատել, բայց միևնույնն է իմ մասնագիտությունը մնում է գրքեր գրելը, պատմություններ պատմելը եւ կարծում եմ ինչպես դաշնակահարը, երաժիշտը պետք է տարբեր գամաների տիրապետի, իմ դեպքում եւս թատրոն, կինո, գրքեր, ինչպես պոկերում են ասում, flash royale. Իրականում կրկին վերադառնալով իմ փոքրիկ ամուսինը գործին, հետաքրքիր է այստեղ, քանի որ շատ հստակ խոսվում է մայրիշխանության մասին, որի մասին նոր նշեց նաև հեղինակը, սա արդյոք բնության պահանջն է, թե մշակութային այն լուր փոխհամաձայնությունը, որ մենք ունենում ենք, նշվեց արևմտյան աշխարհում օրինակ։ C'est une bonne question. Parlez dans votre livre un peu de matriarcat. Est-ce que c'est la demande de la nature ou c'est un peu le monde qui se transforme, comme vous avez dit, dans le cas du monde occidental? Oui, je pense qu'il y a une tendance à aller aujourd'hui du patriarcat au matriarcat, c'est-à-dire à passer de la domination masculine à celle des femmes, mais je ne suis pas sûr que ce sera mieux quand les femmes domineront que quand les hommes dominaient. Mais moi, j'appartiens à une famille, en tout cas très matriarcale, où les femmes ont dominé de génération en génération. Et je trouve que c'est très intéressant sur le plan psychologique. Donc c'est peut-être pour ça que j'ai écrit ce livre finalement, d'un homme qui se sent dit rapetissé de jour en jour. Mais c'est vrai que les enfants, en général, quand on a un enfant, il est tout petit, ensuite il nous dépasse d'une tête. Il y a un phénomène physique qui est assez frappant. Et on voit parfois aussi des très vieilles dames toutes petites, avec leur fils qui est un géant à côté. Et ce contraste est toujours assez saisissant. Այո, այժմյան աշխարհը կարծում եմ պատրիարխատից անցում է կատարում ավելի մատրիարխատին, ես չեմ կարծում, որ մի իշխանությունից մյուսին անցնելը լավ է, բայց այժմյան աշխարհը դեպի այդ ճանապարհով է գնում։ Երևի հենց դրա համար էլ գրել եմ այդ գիրքը, որպեսզի տեսնեն, թե ինչպես է տղամարդու դերը գնալով օրեցօր ավելի անկում ապրում։ Եվ ինչն է հետաքրքրական նաև, որ մեր կյանքում եւս երեխաները շատ հաճախ անցնում են իրենց ծնողներին, թե հասակով եւ թե հեղինակությամբ, դա հետաքրքիր ֆենոմեն է, օրինակ տեսնում ենք ծեր կին, որն արդեն կյանքի մայրամուտում է եւ չեն կարողանում հավատալ, որ այդ կողքի հսկային նա է լույս աշխարհ բերել։ Իրականում այդ երևույթը բնության ամենագեղեցիկ երևույթներից է, բայց նաև գալով գրքի այսպես փոխակերպումանը, որը ֆիզիկական փոխակերպում է, արդյոք այս փոքրանալը ողբերգություն է կերպարի համար, թե հակառակը ազատագրում այն բոլոր ստանդարտներից, որը ունի աշխարհը մարդու նկատմամբ։ Est-ce que cette métamorphose qui est décrite dans le livre, c'est en quelque sorte une tragédie ou bien c'est une libération pour le protagoniste? Ah ben non, c'est une tragédie. Non, pour lui c'est une tragédie et pour les autres c'est une comédie, c'est risible. Et pour sa femme c'est un spectacle amusant parce que à la toute fin du livre, son ancien mari tient tout entier dans sa poche. Donc c'est devenu une petite créature et elle va évidemment chercher quelqu'un de nouveau. Mais moi ce que j'ai cherché à faire dans ce livre, c'est à faire rire et sourire tout en faisant réfléchir un peu sur la situation actuelle des hommes et des femmes. Գլխավոր հերոսի համար իհարկե դա ողբերգություն է, բայց մյուսների համար զվարճալի պատմություն եւ հատկապես իր կնոջ համար զվարճալի մի ներկայացում է, քանի որ գրքի ամենավերջում նա վերածվում է մի փոքրիկ միջադի, ով տեղավորվում է նրա գրպանում, կինը ծիծաղում է դրա վրա եւ շուտով բնականաբար կգտնի մեկ այլ ամուսնու, բայց հենց ուզում եմ գրքով ցույց տալ այդ տարբերությունները կնոջ եւ տղամարդու միջեւ։ Մեզ հետաքրքրեց։ Ես ուզում եմ իմանալ, որ հեղինակներից է ոգեշնչում ստանում։ Le livre vous a déjà intéressé et vous pouvez nous dire qui sont les auteurs qui vous inspirent? Ah ben,
dans le genre de cette littérature-là, il y a tout un courant littéraire dans le monde européen. Il y a Swift avec les voyages de Gulliver où son personnage devient grand et tout petit. Il y a Alice au pays des merveilles qui avale une clé qui devient immense puis ensuite toute petite. Il y a aussi L'homme qui rétrécit de Richard Matheson. Mais si un jour vous voyez que votre mari, votre futur mari diminue, interrogez-vous sur les conséquences de votre nombreuse famille. Գրական աշխարհում դա տարածված ժանր է, եթե խոսենք գրական հոսանք, օրինակ Ջոնաթան Սվիֆտը գրել է Գուլիվերի ճամփորդությունը կամ Ալիս անհրաշքների աշխարհում, երբ նա բանալի է կուլ տալիս, մեծանում, փոքրանում, այդ ֆիզիկական տրանսֆորմացիաները շատ են գրականության մեջ, այսպեսով եթե մի օր զգաք, որ ձեր ամուսնու հասակը կրճատվում է, ուրեմն ժամանակն է ձեզ հարցեր տալու։ Ինձ հետաքրքիր էր ծանոթ եք արդյոք հայ գրողներին, հայ փիլիսոփաներին, եթե ծանոթ եք Très mal, et pour une raison simple, c'est que ils ne sont pas traduits en français. Et donc malheureusement, nous les connaissons mal, mais je sais qu'il y a beaucoup d'auteurs, hommes et femmes de talent dans ce pays, mais il faudrait qu'il y ait la volonté d'être exportés à l'étranger. Ցավոք շատ լավ ծանոթ չեմ, բայց կա մի բարձ պատճառ, քանի որ նրանք շատ թարգմանված չեն ֆրանսերեն, դա ցավալի է կարծում եմ, որովհետև լսել եմ, որ հայ շատ տաղանդավոր կին եւ տղամարդ գրողներ կան եւ կարծում եմ պետք է այդ բացը լրացնել եւ թարգմանել լայն հանրությանն ավելի հասանելի դարձնելու համար։ Օրինակ Վիլյամ Սարոյան։ Par exemple, William Saroyan. Saroyan? Oui, qui a écrit en anglais. Mais c'est un Américain? Oui. Ah, oui, je connais, bien sûr. Mais en France, on connaît mieux les musiciens d'origine arménienne que les écrivains. Ֆրանսիայում ավելի շատ ճանաչում ենք հայ երաժիշտներին, քան գրողներին։ Այս դեպքում երաժշտությունը լեզու ունի եւ դա է բացառիկությունը, բայց ֆրանկոֆոնիայի օրերը հիանալի հնարավորություն են թե մեզ հայերիս, որպեսզի ծանոթանանք ֆրանսիացի հեղինակների եւ ֆրանսերեն ստեղծագործողների հետ եւ նաեւ ֆրանսերեն խոսող, կարդացող մարդկանց, որպեսզի ծանոթանան հայ հեղինակներին։ Հուսանք այդ թարգմանության բացը առաջիկայում այլ ավելի մեծ թափով կլրացվի։ Շնորհակալ ենք անշահ։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ իմ փոքրիկ ամուսինը ստեղծագործությունը, որի մասին նախորդ րոպեներին խոսում էինք, արդեն թարգմանված է հայերեն եւ դուք սիրելի ընթերցասերներ կարող եք ձեռք բերել եւ կարդալ։ Շնորհակալություն։